Բարև ձեզ։ Այդ հիմա է Մինսկի խումբը դարձել առևտրի ժամկետանց առարկա, որովհետև բանը բանից անցած է, բայց հանցագործության հետագիծը մնացել է, որից էլ ազատվելը հանցագործի գեր նպատակն է։ Բաքուն այդ նպատակի իրագործման ճանապարհին է եւ հաստատ գիտակցում է, որ եթե 2020-ի նոյեմբերի 9-ի վերջնագիրը չապահովեր միայն ռուս խաղաղապահների մուտքը Արցախ, այլ այդ դերը կատարեր, օրինակ Մինսկի խմբի անդամ երկրների համատեղ զորախումբը, Արցախի եւ ոչ միայն Արցախի ճակատագիրը կհայտնվեր բոլորովին այլ ուղեցրում։ Հենց ռուս խաղաղապահի լուր ներկայությամբ Բաքվին հաջողվեց իրագործել Արցախի նախ շրջափակումը, հետո էթնիկ զտումը։ Դրա համար էլ քանի կա Մինսկի խումբը միակը միջազգային իրավունքով, կա նաեւ այդ իրավունքի բումերանգը։ Ալիևին իրականում ոչ հայկական սահմանադրությունն է հետաքրքրում, ոչ էլ Զանգեզուրի միջանցքը, դրանք թուրքական պահանջներ են։ Ալիևի պոտենցիալ գլխացավանքը Մինսկի խմբի գոյությունն է, որովհետև անկախ Ալիևի գոյությունից Մինսկի խմբի գոյությունն ապրում է այն ժամանակի մեջ, որը մի օր բացելու է սև խաղաքարտը։ Հայաստանի իշխանությանը նոյեմբերի 9-ին խաբել են, թե ահաբեկել այլ խաղաղապահների անհնարինության շանտաժով։ Ամեն դեպքում պարզեք, քանի ուշ չէ, Ռուսաստանի խորք թափանցած դրոնների հետ Ադրբեջանը կապ ունի, թե ոչ։ Ինչ է վատ թեստ է, թե կհիշեցնի 2020-ի նոյեմբերի 9-ի գործարքը, որի բորսայում հիմա միայն Բաքվի դրոշն է դրված։ Հաջողություն։